Բարև ձեզ հարգելի գործընկերներ, մեծարգո նախագահ։ Ես ուզում եմ խոսել մի քանի թեմաներին, որ այստեղ հնչեցվել է մեր գործընկերների կողմից, բայց մի փոքր խնդրանք ասեմ, թե առաջարկ ասեմ, հարգելի գործընկերներ, երբ խոսեք պարոն Կարապետյանի բարեգործություններից, խնդրում եմ մի փոքր ուշադիր եղեք։ Շատ լավ է, որ ձեզանից մի փոքր ավելի փորձառու գուցե գործընկերը ուղում արեց, որովհետև հասկանալի պատճառներով ձեր առաջնորդը նաև այլ բիզնես գործունեություն տեսակներ ունի եւ այն հայտարարությունները, որոնք որ դուք անում եք, կարող է իսկապես վնասել եւ ինչու ոչ նաև որոշակի սեփականության կորուստ ունենալ կամ սանկցիաների տակ լինել։ Այս հարցին մենք մի 5 տարի բախվել ենք, օրինակ մի հատ էլի անուններ չտամ, հիմնադրամ կար, որտեղ փոխանցում էր գումարներ, մեր ընդդիմադիրներն ասում են, ինչի այդ գումարները փոխանցվում կառավարությանը, հենց նաև այդ պատճառներով։ Ես հարց ուղեցի պարոն Վարդևանյանին աշխատավարձերի հետ կապված ու իր պատասխանից ինձ էլ ավելի հարցեր առաջացրեց։ Օրինակ ասվեց, որ բոլորս կստանանք աշխատավարձ, բացի պարոն Կարապետյանից, Նարեկ Կարապետյանից։ Հիմա հարց է առաջանում, բա այդ դեպքում իշխանության գալու դեպքում այդ ինչ քաղաքական, տնտեսական առավելություններ պետք է ունենար Սամվել Կարապետյանը, որ այդ դեպքում պատրաստ էիք 1 դրամով աշխատել, իսկ հիմա որ օրինակ իշխանություն չեք ստանձնել, ասում եք, չէ, աշխատավարձ կստանանք։ Ես ուզում եմ սա հասկանամ, էլի, այսինքն ո՞րն է այդ խնդիրը, կամ ասում եք աշխատավարձը կստանանք, այն հավելավճարները չենք ստանա, ու մի հետաքրքիր բան եք ասում եք, իսկ թե դա ոնց կբաշխենք, դա ոնց ձևակերպեցիք, չափազանց հրապարակային կլինի, այսինքն իմ մոտ տպարությունն է, որ ամեն ամսվա 1-ին կամ 2-ին տենց կոմբայն ստուդիո է լինելու, էդ էլ եմ խորհուրդ տալիս, մի արեք, որովհետև ես էլի կսկսեմ այն շարքը, թե օրինակ 4 միլիարդով ինչեր կարելի անել եւ չնամ, այսինքն մի տարբերակ եք մեզ եւ ձեզ նրա համար, որ ինչ որ մեկը շատ գումար ունի կամ ինչ որ մեկը չունի։ Կամ որ անհասկանալի ինչի պետքա բոլորը ստանաք, պարոն Կարապետյանը չստանա, որ մի քիչ շատ փող ունի, պարոն Ղազինյանի հայտարարագիրը տեսել եք, օրինակ կարամ ելույթս ավարտեմ, գնանք նոտար, այն ինչը որ գրած է, դուք նոտարով ինձ նվեր տվեք, ես էլ եմ խոստանում 5 տարի ոչ մի բան չեմ ստանա։ Անկեղծ չեմ հասկանում, էլ է տարբերակումը որն է։ Մենք այստեղ ունեցել ենք գործընկեր, պարոն Կարապետյան, որ ձեզանից մի 10 անգամ առնվազն շատ փող է ունեցել։ Ոչ մեկ չի իմացել մեր խմբակցությունից, թե այդ մարդը այդ իր հավելավճարը կամ աշխատավարձը ինչ է արել։ Նախ չի իմացել նաև նրա համար այդ մարդը ոնց որ հարգանք է դրսևորել իր գործընկերի նկատմամբ։ Ես տեսել եմ, որտեղ մի անգամ լսել եմ, թե ինչպես է իր օգնականին ուղիղ հրահանգում, ասում է որևէ տեղ չասես, թե ես ինչ եմ անում, եթե ուղիղ որևէ լրատվական չհարցնի, որովհետև չի ուզեցել որոշակիորեն այդ թվում իր քաղաքական թիմի որոշակի, այսպես ասած, անհարմարության մեջ դնի։ Եվ եթե ավելի հեռուն գնամ, ես կարծում եմ դուք պետք է ստանաք այդ աշխատավարձը, որովհետև կներեք, ես մի քանի տարի, արդեն մոտ 8 տարի այստեղ եմ, շատ հազվադեպ է լինում, որ ընդդիմադիր խմբակցության առաջնորդը կամ ղեկավարը խմբակցության ինքը ամեն օր գալիս է նստում է նիստերին, այսինքն եկեք տարանջատենք ձեր անձնական ունեցվածքը եւ ձեր աշխատավարձը, որ այստեղ գալիս է։ Ու բացի այդ, լավ, եթե ինչ որ մի պահ ասենք, ասեցի նաև նախորդ ելույթներում, որ ասենք այս տնտեսական ակտիվությունը sense բարեհաջող էլի ընթանա, ինչ որ մի պահի, որ այդ հավելավճարները, որը էլի օրենսդրության մեր աշխատավարձի մաս է, դառնա աշխատավարձ։ Այդ դեպքում ինչ ենք անելու, հաշվանցում եք անելու, որոշելու եք այն պահին, որ եկել եք ինչքան էր աշխատավարձը այդքան տալու։ Խնդրում եմ, եկեք գիտակցենք, որ սա նաև հարգանք է որոշակիորեն մեր ինստիտուտի նկատմամբ ու այն առաջարկը սումոր չի անում, պարոն Ղազինյան, եթե գնանք ինձ նվեր տակ, ես էլ աշխատավարձ չեմ ստանա։ Չգիտեմ, են դեսպանատան համարներով ռուսական մեքենան մնացել է թե չէ, բայց դա էլ դեմ չէ լինի, եթե տակ ինձ, դա էլ կքշեի։ Հաջորդը, որ էլի գալիս ենք, ասում ենք, տեսեք, լեգիտիմություն, որ խոսվում է լեգիտիմություն, այդ նորմալ է ինչ-որ միտեղ, որտեղ լեգիտիմությունը կփաստեք, որ ինքը պարտադիր չի, որ իրավունքի հետ որոշակի խնդիր ունենա։ Կարող ամբողջը օրինական լինի, բայց լեգիտիմության որոշակի խնդիր ունենա։ Եթե գանք այստեղ ասենք, որ խորհրդարանը լեգիտիմ չի, էլի կհասկանամ, քաղաքական գնահատականը կամ դա սոցիալ-հոգեբանական ընկալումն է, բայց որ գալիս եք ասում եք մանդատագողություն, էլի մոտս մի տեսակ բան է առաջանում։ Միջև են պահած ձեր առաջադրումը, պարոն Վարդևանյան, էլի կարա հասկանալ։ Բայց հիմա որ դուք առաջադրվել եք, մի տեսակ պարոն Թունյանը կարծեմ այն հայտնի ֆիլմից մեջ դրվագ դրեց, էլի այդ ֆիլմի տպավորությունն է մոտս, այսինքն ով է գողացել այդ մանդատն, Ժողովուրդ ջան։ Այդ տրամաբանությամբ, հա, ստացվում է, որ Վահագն Հովակիմյանը բռնել է, Սահմանադրական դատանը մորթել է, կերել են Հայաստան դաշինքը, ուժեղ Հայաստանը եւ քաղաքացիական պայմանը։ Ձեր ընտրության դեպքում էլ հաշիվն էլ դուք եք փակելու։
Այնպես որ եկեք ամեն անգամ որ կասեք մանդատագողություն 60,000, ես ուղիղ մատնացույց կանեմ, որ այդ մանդատները նաև ձեզ է բաժին հասել։ Եվ քանի որ կոմբայնից խոսվեց Անդրանիկ Գևորգյան, պարոն Գևորգյան, բարեգործությունը արգելված չի։ Հիմա էլ ինչ որ մեկը, որ օրինակ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, կամ ունի, բայց չի մասնակցելու ընտրության, ինքը կարա կոմբայն նվիրի։ Հենց օրենսդիրը դա է դրել, այսինքն եթե դու այդ կոմբայնը տալիս ես ոչ թե նրա համար, որ հետագայում որոշակի քաղաքական, ընտրական առավելություն ունենաս որևէ մեկի նկատմամբ, այդտեղ արգելք է դրած, ասում դու չես կարող անել։ Որ պահին, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարի, որ ձեր նշած համայնքներում ինքը չի մասնակցելու ընտրության, դուք հենց այս պահին, որ ասում եք հրապարակում կանգնած այդ կոմբայնները, կարող եք տանել եւ նվիրել։ Որևէ արգելք չկա։ Եկեք հայտարարեք, որ չեք մասնակցելու, գնացեք նվիրեք։ Դա նաև արված է նրա համար, որ կարող է այդ համայնքներում ինչ որ մեկը ինձանից, ձեզանից, մեր կուսակցությունից շատ ավելի լավ ծրագիր ունի, բայց չունի այդ փողը, որ օրինակ կոմբայն նվիրի եւ գնա ընտրողների մոտ մրցի իր քաղաքական, գաղափարական տեսանկյունից։ Նորից եմ ասում, որ պահին որ հայտարարեք դուք չեք մասնակցում, կարող եք շարունակել անել այդ բարեգործությունը։ Եվ պարոն Վարդևանյան, դուք ձեզ ուղված հարցին, որ ասում եք, ես այս կանեմ, այն կանեմ, ճիշտ ասած, ես արժեկանոնակարգ սահմանադրական օրենքում չգտա գեթ 1 բան, որ դուք կարող եք անել, որը նախագահի կողմից հանձնարարված չի ձեզ։ Այսինքն ազգային ժողովի նախագահի տեղակալ եք ընտրվում իմ պատկերացմամբ եւ ինչպես արժեկանոնակարգում է գրված, կատարելու պարոն Ռուբինյանի հանձնարարականները։ Եվ մի քանի օր առաջ ինձ լրագրողները հարցրեցին, դուք կընտրեք թե չէ, ճիշտ ասած, տեսեք որտեղից ուր ենք հասել։ Այսինքն մի քաղաքական ուժ, որ կարծում է, որ մենք եկել ենք իրագործենք այն ապոկալիպտիկ ծրագիրը, եկել եք կանխելու հերիք չի, մի հատ էլ առաջադրում եք տեխնացու, որպեսզի կատարեք այդ իշխանության հանձնարարականները։ Ես